Որ բազմակողմերն են եղել ամենալավ եկամտաբերություն ունեցողները, այս վերջի մի տարվա կտրվածքով S&P 500-ում։ Այդտեղ մի քանի անուն ենք նշել, SanDisk օրինակ, Micron-ը շատ լավ է աշխատել, մոտավորապես, չգիտեմ, 10 անգամ բազմապատկվել է այդ թիվը, Intel-ը պլյուս 5 անգամ բազմապատկվել է իր գինը, հա։ Բայց նայենք իհարկե կան նաև վատ ընկերություններ, որոնք, չգիտեմ, -40, -50% են, Intuit, ServiceNow եւ այլն։ Հիմա այդ բոլոր անունները փոխում են ամեն տարի, օրինակ Intel-ը շատ լավ աշխատել է այս տարի, բայց -50 մոտավորապես տոկոս եղել է նախորդ տարի։ Հիմա որպեսզի այդ ամեն ինչը շատ այնց դժվար չթվա, ամենակարճ չկանխագուշակենք, որն է լավ աշխատելու, որն է վատ աշխատելու, այդ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է։ Համ ֆոկուս ենք խնայում, համ էներգիա, համ իհարկե ժամանակ։ Հիմա այդ ապրումով օրինակ նախորդ տարի, նախանցյալ տարի շատ լավ են աշխատում ծրագրավորման վրա հիմնված կազմակերպություններ։ Այս անցած տարի աշխատում է շատ լավ AI ինֆրաստրուկտուրայի հենց ընկերություններ։ Ու այս ամեն ինչը հենց փոփոխվում է, ներև է բարձրանում, ներքև է բարձրանում եւ շատ ժամանակ դա դժվար է կանխատեսել լավ 3 տարուց հետո ինչ կարա լինի։ Միակ ձևը կանխատեսելու, որը ինչ որ չափով հավանականությունը բարձր է, դա ասենք շուկան է, շուկանել, այսինքն ETF-ների միջոցով ձեռք բերում։ Մի բան էլ կարելի է նշել, որ այս մեծ կազմակերպությունները մասնավորապես Nvidia, Microsoft եւ այլն, իրենք ունեն բավականին բարձր կշիռ S&P 500-ում։ Այսինքն եթե մենք ուզենք շատ բարձր այսպես ասած ունեցվածք ունենանք այդ ուղղությունով, արդեն այդ ETF-ի միջոցով մենք ձեռք ենք բերում այդ կազմակերպությունները անուղղակիորեն, բայց այդ բավականին բարձր կշռով։ Դե հուսամ հետաքրքիր էր, եթե հարցեր լինեն, կարող եք իհարկե դիմել, դե կապի մեջ եւ լավ իհարկե։